Մարտի 5-ին ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մարդատար գնացքն ու ՎԱԶ-21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի եւ դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ բարեկ Արսեն Մկրտչյանն ու կրտսել բարեկ Սիլվա Աբրահամյանը։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորների միջև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրում են գտնվում նաև Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի մասին ՊՑ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Քիչ հետո ֆոտոլրագրողը հայտնել է, որ Արարատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ՎԱԶ-21099 վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը, իսկ պատահարի հետևանքով մահացածն ՎԱԶ-21099-ի վարորդ Ռ Սարգսյանը, նրա կինը Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Նվարդ Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա եւ 15-ամյա աղջիկներն են։